Դուք մեր քննարկումների ֆոնին այ համակողմանի խնդիրներ առաջացան, որոնցից մի մաս ներկայացրեցին դիմողները, մյուս մասը երրորդ անձիկ, նաև դատարանը իր որոշ հարցադրումներով դրանց անդրադարձավ։ Այ մեր կողմից նշված այս բոլոր խնդիրները, որոնք քննարկման առարկա են դարձել, ինչով եք բացատրում, որ դուք դրանց կարևորություն չեք տվել, եւ այսօր այդ կարևորություն չտալը շահարկվում է բոլոր կողմերի մոտ։ Դա վերաբերվում է գործոններին, ազդող գործոններին, դա վերաբերվում է վարչական վարույթներին, դա վերաբերվում է վարչական վարույթների շրջանակում այլ ավելի լայնածավալ գործողություններ չկատարելու, օրինակ նույն հատուկ հակակոռուպցիոն կոմիտեից որոշակի տվյալներ չվերցնելուն, չստուգելու նաև թե կուսակցություններում ինչպիսի դասավորվածություն կա, այս բոլոր հարցերը ընտրական օրենսգիրքը ձեզ է վերապահում։ Ինչով եք բացատրում, որ այս բոլոր բացերը այսօր դարձել են լուրջ քննարկման առարկա։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերը մեզ համար կարող էին ընտրական փուլում դառնալ կոնկրետ գնահատման առարկա, եթե լիներ ուժի մեջ մտած դատավճիռ։ Չունենալով ուժի մեջ մտած դատավճիռ, ընթացքի մեջ գտնվող քրեական գործերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ես չեմ կարծում, որ ունի նման լիազորություն այսօրվա կարգավորումներով ընթացքի մեջ գտնող քրեական գործերով տալ ընտրությունների մասնակիցների կամ ազդեցության վերաբերյալ գնահատական։ Դա իմ համոզմունքն է, դա նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների համոզմունքն է, որովհետև մենք ունեցել ենք նման դիմում եւ մեր որոշումը եղել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զուտ քրեական գործերի քննության փաստով չի կարող իրավական հետևանք առաջացնող որոշումներ կայացնել։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ դուք ընտրությանը մասնակցող կուսակցություններին որոշակի վերագրվող, նաև երրորդ անձանց վերագրվող հարցերով տեղեկություններ պահանջելու իրավասություն չունեք, ընդամենը տեղեկություններ ստանաք, ինչպիսի խախտումներ է արձանագրվել։ Որպեսզի դա ձևակերպեր որպես խախտում, պիտի լիներ ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ իրավական ակտ, որը որ ուժի մեջ մտած կլիներ, այսինքն զուտ այն փաստը, որ իրավապահները նույնիսկ հիմնավոր կասկածով իրենք իրենց գործառույթն են իրականացնում, իրենք իրենց գործառույթն են իրականացնում եւ ես բազմիցս ասել եմ, որ փառք ու պատիվ մեր իրավապահ համակարգին, որ իրենց գործը այսպես արդյունավետ են իրականացնում, բայց որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ երևույթների հետ կապված արդեն իրավական հետևանք առաջացնող գնահատականներ տա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի ունենա իր տրամադրության տակ ուժի մեջ մտած իրավական ակտ, դատական ակտի տեսքով կամ այլ, այսինքն մենք զուտ քրեական գործի քննության փաստով իրավական հետևանք առաջացնող որոշումներ իմ կարծիքով չէին կարող նման որոշումներ կայացնել եւ նաեւ այս կարծիքը կիսում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները, որովհետեւ մենք նման հարց ունեցել ենք, քննարկել ենք։ Եթե այլ որ խնդրի հետ կապված որ հարցեցիք, մի բան էլ տենց կոնկրետացրեցիք։ Բազմաթիվ խնդիրներ հնչեցին, դուք կողմերին չեք լսում, ինչ։ Ես կողմերին լսում եմ, բայց գործոնների մասին ենք խոսում, որոնք ասում են ազդող են եղել։ Դուք արդյոք ուսումնասիրել եք այդ բոլոր գործոնների հնարավոր ազդեցությունը։ Գոնե ասենք, եթե ձեր բավականական ճշգրտությամբ չանեիք, գոնե ընդհանուր ինչ ազդեցություն է ունենում դա ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա։ Տեսեք, բոլորը խոսում են ընտրություններից առաջ ընտրական միջավայրի առողջ լինելու կամ առողջ չլինելու հանգամանքների մասին,
մի մասն ասում է առողջ է եղել, մյուս մասն ասում է առողջ չի եղել, արդյոք դրա պատասխանատուն դուք չեք եւ դուք չպիտի դրա հետ կապված ուսումնասիրություններ կատարեիք եւ հանգեիք եզրահանգման։ Ես սա եմ հարցնում։ Մենք հանգել ենք ուսումնասիրի քննարկումներ ունեցել ենք եւ ըստ էության մեր եզրահանգումը արտահայտված է 258 ավորոշմամբ, այսինքն որովհետեւ այնինչ որ այստեղ ներկայացում է բարձր դատարանում, նույն խոսույթի հետ կապված, այդ ամենը նաեւ ներկայացված է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումներում։ Այսինքն մենք այդ ամենը քննարկել ենք եւ մեր գնահատականը 258 որոշման մեջ արտահայտել ենք։ Պարոն Հովհակիմյան, դուք որոշակի ուսումնասիրություն կատարել եք ձեր, ասենք, երրորդ անձի կողմից ընտրությունների նախօրերին կամ ընտրություններից որոշակի ժամանակ առաջ սոցիալական այսպես ռեֆորմների իրականացման հնարավոր ազդեցության վերաբերյալ, օրինակ ինչքան թոշակառ ունենք, պետական ինչքան աշխատող ունենք, ինչպիսին է ընտրության արդյունքները, ինչ համամասնությամբ է դա բաշխվել, դուք կարողացել եք մոտավոր պատկեր ունենալ, որպեսզի այսօր կարողանայիք ներկայացնել նաև դա։ Կենսաբան մենք բոլոր, այսպես ենք, վարչական ռեսուրսի հետ կապված գնահատականները, բողոքները, հայտարարությունները մենք դիտարկել ենք ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի լույսի ներքո։ Եվ այդ լույսի ներքո մենք բոլոր երևույթներին մեր համար ըստ էության 258 որոշման մեջ այդ գնահատականը տվել ենք։ Այսինքն սա ինչ եմ ասում, որտեղ 223 հոդվածը հստակ սահմանում է, թե ինչ է վարչական ռեսուրսի չարաշահում։ Եվ նաև այն հանգամանքը, որ կառավարության կողմից սոցիալական ծրագրերի դա այդ գնահատականը նաև 258 որոշման մեջ կա կառավարության գործունեությունը որ չի դադարում։ Նաև այդ գնահատականը 258 որոշման մեջ կա, որ կառավարության գործունեությունը դուք շատ եք հղում կատարում 258-ի այդ որոշմանը, ես հասկանում եմ ձեր դուք մտածում եք, որ ձեր բոլոր քննարկումները դրանից ավելին չի եղել։ Դուք այդպես եք գտնում, որ այդ ինչքան որ քննարկվել է 258, ինչքան դեպք որ քննարկել եք, ինչքան դեպքով որոշակի արձագանք եք ունեցել, դա բավարար է, որպեսզի պատկերն ամբողջացվեր, ամբողջ ընտրության պատկերն ամբողջացվեր։ Ըստ էության դա ամբողջ ընտրությունների ամբողջացնող որոշումն էր։ Այսինքն այդտեղ պիտի ամբողջանար այն ամենը, ինչ այդ տեղեր ունեցել։ Դիմողը ներկայացրեց դրվագ եւ համայնքի ղեկավարը ընտրության օրը եւ նաեւ ձեր այդ որոշման մեջ կա այդ դրվագը ընտրության օրը 50 մետր հեռավորությամբ կանգնած որոշակի ուղղորդումներ է արել։ Եվ դուրս է եկել հանձնաժողովի նախագահը արգելել է թողել գնացել է այդտեղից եւ սրանից եզրահանգման է գալիս դիմողը, որ այ մենք փոքր ռեսուրսներ ենք ունեցել, չենք կարողացել ամբողջ պատկերը հանրապետության ներկայացնենք դրվագ առ դրվագ, բայց կարող ենք անել նման հետևություն, որ դա բազմաթիվ համայնքներում կրկնվել է։ Ինչպիսի տեղեկատվություն ունեք այս կապակցությամբ եւ ինչպիսի գործիքակազմ եք օգտագործել դա բացառելու համար։ Տիկին այն մոտեցումը, որ առանձին տեղամասում արձանագրված խախտումը կարող է վերագրվել բոլոր տեղամասերին, դա սահմանադրական դատարանը բազմիցս երգել է, բայց ես կարող եմ փաստել, որ քվեարկության օրը գործել է թեժ գիծ, գործել է իրավիճակային կենտրոն, կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ բոլոր ահազանգերին, բոլոր, այսպես ասենք, մամուլով տեղ գտած որևէ դիտարկումին օպերատիվ լուծում տրվել։ Այդ թվում նաեւ, եթե անհրաժեշտություն առաջացել կենտրոնական ընտրական հանձնաժողովից կապվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի հետ եւ պահանջել, որպեսզի այն խնդիրը, այն բողոքը, որ եղել, արագ լուծվի եւ լուծվել է։ Սա է, այսինքն գործիքակազմը դա ըստ էության բոլոր ահազանգերին օպերատիվ լուծում։